Բարե երեկո Ժողովուրդ ջան։ Ուրեմն այսօր էլ լսում եմ մեր հարգարժան Արսեն Թորոսյանին։ Ինչ է ասում Արսեն Թորոսյանը։ Ասում է դե Ժողովուրդ ջան, ճիշտ հասկացեք, ուրեմն թոշակները 10,000 դրամ ավելացրել ենք, բայց այդ դրամները մենք ձեզ չենք տալու։ Բայց ինչի եք ավելացրել, որ չեք տալու։ Այդ մեկ։ Ու պնդում է, որ այդ դրամները օգտագործելու են թոշակառուների առողջության համար։ Այ Ժողովուրդ ջան, ինչ ասեմ, մի հատ անալիզ են վեկալելու, ու ասեն դե դա 10,000 դրամ արժի, մնացածը դու պետք է մուծես քո հաշվին թոշակառու ջան, քո առողջության հարցը։ Թե ես սխալվում եմ, չգիտեմ, բայց կասկածում եմ, որ հենց էլ լելու է։ 10,000-ից ավելը դուք պետք է մուծեք թոշակառուներ ջան։ Դե անալիզներ էլ կա, որ 10,000 էլ արժի, 20,000 էլ արժի։ Ու մի խոսքով, որ լսում եմ մեր այս իշխանությանը արդեն իրականում մի տեսակ մտքովս անցնում է, որ արդեն սրանք մի տեսակ ոնց ասեմ, որ ճիշտ էլի, բնենց երանում, որ չընտրվեն էլ։ Ես իմ ում են ընտրելու մարդիկ։ Ժողովուրդ ջան, ում եք ընտրելու։ Եթե այս մարդիկ սենց բաներ են ասում, որ մարդիկ սկսում են սենց իմ նման մտածելու, որ այս մարդիկ սենց են անում, որ չընտրվեն ուղղակի։ Սենց բաներ են ասում, հետաքրքիր բաներ են ասում, էլի աշխարհում սենց բաներ գոյություն չունի, ինչ որ հիմա ասենք մեր մոտ են ասում։ Չգիտեմ, Թաջան, դու ինչ գործ ունես իմ թոշակի հետ, ես առողջության համար կօգտագործեմ, ինչի համար, դու քո համար օրենք ունեցի առողջության համար, այլ օրենք, թոշակի համար, այլ օրենք, ոստ է, ինչ այդ թոշակառուն չի կարողանա, հա, այդ 10,000 դրամը ստանա, ինքը իր առողջության համար տանի մուծի, հա, չի կարա, հա։ Այդ թոշակառուն միգուցե 30 տարի չի հանդանում, այդ 10,000 դրամները ում է մնալու։ Ու մի խոսքով, տղեկ ջան, մանկապարտեզ մի սարքեք, էլի երկրի օրենքները, մի ձևի պետք չի էլի ձեռարնել ձեր ժողովրդին։ Հայ այդքան հարիվ ազգ է, որ տենց թեթև բաներով ձեռ է կառնում։ Լավ էլ չի, ոչ մի բան չեմ ասում, ոնց գիտեք։